Հայաստանում կանայք ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունեցել են առաջին հանրապետության ժամանակներից։ 1919-ի մարտին կայացան խորհրդարանական առաջին ընտրությունները։ 80 տեղանոց խորհրդարանում 3 կին ընտրվեց հայ հեղափոխական դաշնակցությունից։ Կատարինե Զալյան Մանուկյանն առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի կինն էր։ Նա падգամավոր է ընտրվել ամուսնու մահից 2 ամիս անց։ Կատարինեն բժշկուհի էր, նվիրվել է որբերի եւ գաղթականների օգնության գործին։ Պերճուհի Պարտիսպանյան Բարսեղյանը գրող էր, ստեղծագործել է էթնակեղծանունով։ Հայաստանի Հանրապետության անկումից հետո շատերի պես բռնել է գաղթի ճամփան։ Վարվարա Սահակյանը Վարյան Հայաստանի առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի կինն էր, ընդգրկվել է կրթական ծրագրերում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ամուսինը բանտարկվել է։ Խորհրդարանից զատ Դիանա Աբգարը առաջին կին դիվանագետներից էր աշխարհում։ 1920-ին նշանակվել է հյուպատոս Ճապոնիայում։ Առաջին աշխարհամարտի նախօրեին եւ ժամանակ նա դասախոսել եւ աշխատակցել է The Japan Gazette անգլալեզու թերթին։ Թղթակցել է նաեւ The Times-ին, Le Figaro-ին։